Բարև ձեզ։ Դե ինչ, այս վերջին ժամանակահատվածում բազմաթիվ նամակներ եմ ստանում, որտեղ մարդիկ, հարցեր են տալիս, փորձում են հասկանան այն, պատճառահետևանքային բոլոր երանգները, որոնք պատճառն են ըստ էության այն իրավիճակի, որը կա, իմ խորին համոզմամբ մենք պետք է որ ճիշտ հասկանանք իրավիճակը, պետք է դուրս գանք, գիտեք, անդիմադիր կամ իշխանական, այդ կարծրատիպերից, որոնք նստած են մարդկանց գլխի մեջ եւ փորձենք ուղղակի հարցեր տանք, որոնց պատասխանը շատ հստակ ցույց կտա։ Թե ինչ է կատարվում։ Կարելի է երկար բարակ ինչ որ բաներ խոսել, կարելի է երկար բարակ, ինչ որ իբր խելացի մտքեր արտահայտել նրա մասին, որ օրինակ երկրագունդը քառակուսի է, ոչ թե կլոր է կամ մածունը սև է, ոչ թե սպիտակ է, բայց դրանից ոչ մածունն է սև դառնում, եթե մարդ պնդում է, որ մածունը սև է, ոչ էլ երկրագունդն է քառակուսի դառնում։ Այս պարագայում ինչի համար այսպես մի պուճուրիկ նախաբան, տեսեք, այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք լինում, իրենք ակնհայտորեն արդեն պատասխանը տալիս են բոլոր հարցադրումների։ Օրինակ, վերցնենք իշխանության կողմից իրականացվող քայլերը եւ համադրենք այդ քայլերը թուրքերի եւ ադրբեջանցիների հիմնական քաղաքական նպատակների եւ նախագծերի հետ։ Թուրքիան 3 հիմնական դրույթի վրա էր դնում հիմնական իր շեշտը։ Առաջինը նեյտրալիզացնել, այսինքն կտրել հայ սփյուռքը Հայաստանից, երկրորդը ֆինանսա-տնտեսական բոլոր հարաբերությունները վերցնել վերահսկողության տակ Հայաստանի հետ կապված, եւ երրորդը իհարկե փորձել նեյտրալիզացնել հայ առաքելական եկեղեցու ազդեցությունը ոչ թե պետության վրա, այլ ձեր վրա, ամեն մեկի վրա։ Այս 3 նպատակները իրենք թերևս 70-ական թվականներից ճիշտ ավելի շատ սփյուռքի ուղղությամբ էին գնում Թուրքիայի կողմից, բայց իրենք եղել էին հիմնարար սկզբունքները Թուրքիայի փոխհարաբերվելու հայերի հետ, Հայաստանի հետ եւ հայերի հետ։ Ինչի համար, որովհետեւ այնինչ այսօր իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատճառ, օրինակ հայոց ցեղասպանության միջազգային ընդունման, կամ միջազգային ընկալման, այդ տարածումը միջազգային մեր քաղաքականության մեջ ներգրավելը որպես դեստրուկտիվ գործողություն Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար, սա իշխանությունն է փորձում ներկայացնել, կամ Արցախի кейսը, որը ուղղակի աննորմալության կանխավարկածի մեջ է, որովհետև սրանք ինչքան իրենց ճղում են, ի վերջո հիմա ինչ են ուզում մեզ ներկայացնել, որ Արցախի օկուպացիան, էթնիկ զտումը, ըստ էության ցեղասպանությունը դա դրական գործընթաց էր, որը կրկնում եմ իշխանության խոսքերը, օձիք էր հայկական պետականության կամ պետության վզին, ինչը ուղղակի ապուշություն է, գիտեք, քննարկել ապուշությունը շատ դժվար է, բայց այս ամբողջ հակահայկական եւ հակապետական ապուշության տակ շատ հստակ եւ պարզ ծրագրեր են դրված։ Արցախի հիմնախնդիր, գիտենք, որ Թուրքիան մշտապես դրել էր պայման Արցախի հիմնախնդիրը, որ լուծվի Ադրբեջանի օգտին եւ այդ պարագայում իրենք սահմանները կբացեն, այս կանան են կանեն։ Արցախը օկուպացվեց, ժամանակավոր օկուպացվեց եւ այս պարագայում հարցածակում ինչի համար Թուրքիան չի ձեռնարկում ոչ մի գործողություն Հայաստանի սահմանները բացելու հետ կապված կամ նախապայմաններ է դնում։ Նախ ասեմ, որ ես համոզված եմ, որ սահմանները վաղ թե ուշ բացվելու է, բայց բացվելու է համաձայն թուրքական տեսլականի, որը պարագայում սահմանների բացումը պետք է առավել կրկին թուլացնի Հայաստանը, ինչպես մենք ընդհանրապես կխոսենք։ Տեսեք, 3 կետը վերցրեցինք, չէ՞։ Հայ առաքելական եկեղեցի, քաղաքական եւ տնտեսական Հայաստանի թուլացում, դա Արցախն է, դա Հայաստանի թուլացումն է, դա սենց ասեն գործընկերներից եւ դաշնակիցներից Հայաստանի կտրումն է եւ ամենակարևորագույններից մեկը դա հայոց սփյուռքից Հայաստանը տարանջատելն է։ Ինչ է անում իշխանությունը։ Այս կամ այն առումով բոլոր իրենց մտքերը, նպատակները, սենց առաջ տանելով փորձում են մեզ համոզեն 3 հիմնական դրույթների մեջ, ոչ թե համոզեն, այլ արդեն արել են։ Ըստ էության մեզ փորձում են ասել, որ Արցախն էր պատճառը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կոնֆլիկտի, ինչը տգետ, կրկնում եմ, տգետ սուտ է, տգետ, որը ալճիշտ գիտեք ոնց սուտը սարսափելի է, բայց իր հիմնական նպատակը տգիտության եւ տգետների վրա է, այսինքն միայն տգետ մարդը կարա հավատա այդ ամենին շատ պարզ պատճառով։
իսկ Նախիջևանի օկուպացիան, իսկ արևմտյան Հայաստանում ցեղասպանության իրականացումը, դա ինչի համար էր տեղի ունեցել։ Իհարկե, այն մարդիկ, ովքեր ում կոպիտ ասած բանականությունը խժռել է սրանց թավշյա քաղցկեղը, հա, քաղաքական առումով իհարկե։ Կարող են հազար ձևի ինչ-որ մի պատճառներ բերել, բայց փաստը մնում է փաստ, որ 100 տարվա ընթացքում քոչ որ թրքալեզու ցեղերը զրկել են մեզ մեր հայրենիքի գրեթե 80%-ից։ Սա մենք պետք է ֆիքսենք եւ փորձը մեր կողմից ներկայացնել դա որպես պատճառ, որ մենք թուրքերի հետ կամ թուրքերը մեզ հետ կոնֆլիկտ ունեն, ինքը չի վերբացում հիմնական գործընթացի էությունը, որի հիմքում ընկած է հետևյալը՝ հայկական էթնոքաղաքական տարի դուրս մղումը։ Այսինքն բոլոր գործողությունները Թուրքիա եւ Ադրբեջանի դուրս տանում են դեպի դուրս մղում, այսինքն մեզ դուրս են մղում մեր հայրենիքից։ Ինչի համար, որ մեր տեղը ապրեն պայմանական։ Հիմա դա կատարում Արցախում, Նախիջևանում, դա կատարում Արևմտյան Հայաստանում եւ երբ որ իշխանությունը, ներկա հայկական իշխանությունը փորձում է սա ներկայացնի որպես պատճառներ, դրանք հետևանքներ են, այսինքն Արցախի օկուպացիան, Նախիջևանի օկուպացիան, Արևմտյան Հայաստանի օկուպացիան, դա պատճառն է թուրքերի եւ ադրբեջանցիների աշխարհաքաղաքական այն տեսլականին, որ մեզ պետքա դուրս մղեն։ Ոչ թե պատճառն է կոնֆլիկտի, ֆիքսեցինք, չէ, սա հետևանքն է։ Իրենց քաղաքականության, որը չի փոխվել եւ որը այսօր տրանսֆորմացվում է ակտիվորեն արևմտյան Ադրբեջան կոնցեպտի։ Երբ որ իշխանության ներկայացուցիչները խոսում են, ասում են կոնֆլիկտը նրանից է, որ խառը բնակչություն էր ու տենց հիմա հայերը չկան Արցախում, իսկ ադրբեջանցիները չկան Հայաստանում, վերջ կոնֆլիկտը բրծելը, դա նվազագույնը սուտ բառը չի արտահայտում այդ լկտի մանիպուլյացիայի։ Մեկը մի հատ հարց տա, բա այդ ո՞նց էր ստացվում, որ այդ խառը բնակչությունը ձևավորվում էր։ Այդ ո՞նց էր տենց ստացվում։ Գալիս էին ու ձևավորում էին։ Մենք կարակ ասեք դե Հայաստան չեն գա, մի րոպե։ Այստեղ հարց է ծագում։ Բայց իշխանությունը որ խոսում է իբր հայկական տարածքները ինքնիշխան անկլավների տեղ հանձնել։ Իսկ մեկը հարց տվել է, իսկ ընդ ովքեր են ապրելու այդ անկլավներում։ Իհարկե ադրբեջանցիներ, սրանք մի հատ թազաբան են հորինե, բա ուր են այդ 300,000 ադրբեջանցիները։ Բխի չեն գալի։ Առաջին հերթին մենակ ապուշ մարդը կարար ենթադրել, որ օրինակ օգոստոսի ներություն հունիսի 8-ից հետո պետք է ադրբեջանցիները գան, մի անգամից տենց 300,000 հոգով, եւ երկրորդը սա փուլային գործընթաց է։ Այո, տեղ եք բացում ըստ էության ադրբեջանցիների համար։ Առաջին հերթին քայքայելով, քանդելով, ոչնչացնելով բարոյահոգեբանական բոլոր արգելքները, որոնք թույլ էին տալիս հայկական էթնոքաղաքական տարին ապրել իր հայրենիքում, եւ երկրորդը այդ անկլավները, որ հանձնելու եք, արդեն իսկ հələ ձենձու չեք անում, պտիտակ Հայաստանի ռազմավարական խորքը մտեղով ապրելու։ Եվ երրորդը, այսքան չկասկածեք, Ադրբեջանը արդեն իսկ իմ խորին համոզմամբ, սա սուբյեկտիվ կարծիք է, բայց սրանց առջև պայմաններ ա դրել։ Եվ այդ պայմանների ներքո նաև մենք գիտենք սահմանադրության փոփոխությունը, որը ըստ էության արևմտյան Ադրբեջանի սահմանադրություն պետք է դառնա։ Ինչի համար արևմտյան Ադրբեջանը, որովհետև ինքը նախապայմաններ կարող է, այն արգելքները, որոնք կան ներկա սահմանադրության մեջ, ինքը ուղղակի հանում է։ Եվ Արցախի խնդիրը, որը արծացված է անկախության հռչակագրի մեջ, ինքը ընդհանրապես, գիտեք, այդ շղարշն է, որի տակ սրանք փորձում են սղացնել նաև արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի առաջ մղումը։ Սա փաստեր են, սա ինչ-որ այդպես մտքեր չի օդի մեջ, հա, այդպես եզրակացություններ, վերլուծություն, չէ, սա փաստեր են։ Երկրորդը, տնտեսական եւ քաղաքատնտեսական գործունեության տապալումը։ Մի հատ հարց տվեք ձեզ, 3 հայ միլիարդատերներից մեկը նստած է Բաքվում, երկուսը Հայաստանում քրեական հետապնդումների ներքո են։ Գագիկ Ծառուկյանը նստած է բանտում, Սամվել Կարապետյանին տնային կալանքի տակ են նստածել։ Ձեզ հարց չի ծագում, այդ ո՞նց է տենց ստացվում, որ հայ հիմնական կրկնեմ, այն մարդիկ, ովքեր կարող են եւ ամրապնդում էին եւ առաջ էին տանում հայկական տնտեսական անկախության բոլոր դրույթները, հիմա չգիտես ինչու
ենթարկվում են քրեական հետապնդման ու առհասարակ իրենց փորձում են նեյտրալիզացնել, ընդ որում ադրբեջանցիները ու ներկա Հայաստանի իշխանությունները իրար հետ ձեր տալով։ Մի հատ հարց ձեր մոտ չի ցակի, ինչի համար դա այդպես կատարվում։ Կրկնեմ եւս մեկ անգամ, համաձայն եք, համաձայն չեք, սա այն փաստերն են, որոնք արկա են եւ այդ փաստերի հետ մենք պետք է առնչվենք։ Հայկական եկեղեցին մշտապես Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես հայկական եկեղեցուն դիտարկել են որպես կարևորագույն վտանգ իրենց նախագիծը հայերին դուրս մղել տարածաշրջանից այդ պարագայում։ Թե ցեղասպանության ժամանակ, թե առհասարակ բոլոր գործընթացները, նույնիսկ 37 թվականին եւ այլն, մշտապես ոչնչացվել են առաջին հերթին եկեղեցականները։ Այնինչ մենք այսօր տեսնում ենք, փաստեր են սրանք։ Դրեք մի կողմ այդ իրենց մտածածին են ապուշությունները, որ իրենք որպես պատճառներ են բերում։ Կուսակրոնություն եւ այլն, այդ հիմարությունը դնում ենք մի կողմ։ Փաստա Հայաստանի Հանրապետության իշխանությունները հետապնդում են հայ առաքելական եկեղեցուն։ Ու կապ չունի օրը 50 անգամ կարան գնան եկեղեցի մոնվառեն։ Դրանից չի փոխվում ոչ մի բան։ Սիստեման համակարգը քանդվում է։ Փորձում են քանդել, իհարկե չի ստացվի քանդել, բայց այնուամենայնիվ այդ փորձը արվում է։ Եվ դա ուղիղ խոսում է, սա շատ կարևոր է մենք սա անցալենք։ Թուրքիա եւ Ադրբեջանի նպատակները, այդ ոնց ալնում իրենց նպատակները միանշանակ համընկնում են Հայաստանի Հանրապետության ներկա իշխանության գործունեության հետ։ Սփյուռք ոչ լեգիտիմ պարլամենտում ելույթ լսեցի, ոչ լեգիտիմ մտքեր մարդկանցից, ովքեր իրենց համարում են պատգամավոր, իշխանական իհարկե, նրանք տենց համոզված են, որ պատգամավոր են, դա հիմա ինչևից։ Սփյուռքի շալակը հելան։ Եվ սկսեց այդ պսևդո, գիտեք, դիսկուրսի ինչ որ դիսկուրս են ձևավորում, թե Սփյուռքը ինչ դեր ունի։ Թուրքերը միշտ ասել են 3 միլիոնանոց Հայաստանը, որը չունի դաշնակից, այդ անասնական ռուսաֆոբիան էլ, որ հիմա ձևավորում են, դրա մեջ է մտնում, չունի դաշնակից, լիովին կախվածության մեջ է Թուրքիա եւ Ադրբեջանից։ Եվ դրա հետ մեկտեղ ունի ընդամենը 3 միլիոն բնակչություն, մի թիրախ է, բայց հայկական աշխարհը, որը նվազագույնը 10 միլիոն մարդ ունի եւ իր գիտեք, ազդեցություն ունի տարբեր երկրներում, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ եւ այլն։ Դա լրիվ ուրիշ թիրախ է։ Այն թիրախն է, որի թուրքերը իրանց ատամները տասնամյակներով ջարդում էին։ Եվ ինչ? Յան ազգանունով մարդիկ դուս են գալի լուրջ ասում, ով ասել, որ Սփյուռքը Սփյուռքի հետ Հայաստանը ուժեղանում է։ Հասկանում եմ մտքի ապուշությունը, բայց ցավը գիտեք որն է, որ այդ միտքը արտահայտողները համոզված են, որ դուք, ես, մենք բոլորս ապուշ ենք եւ տենց կլսենք թե ենք ինչ են անում ու կասենք, հա էլի։ Տրամաբանությունն է, չէ 3 միլիոնանոց Հայաստանը, մի պատմություն է, 10 միլիոնանոց հայկական աշխարհը լրիվ ուրիշ պատմություն է։ Եվ այո, Սփյուռքից կտրելը լրիվ համապատասխանում է թուրքերի եւ ադրբեջանցիների այն դոկտրինին համաձայն, որի պետք է Հայաստանի Հանրապետությունը վերածվի լավագույն դեպքում, ճակերտների միարկել լավագույն դեպքում, ինչ որ անսեռանդեմ անիմաստ մի տարածքի, որը հետո բնակեցվելու է ադրբեջանցիներով։ Չտեսնել սա կամ փորձեր արդարացնել, իմիջիալոց նրանք, ովքեր այս ամենը արդարացնում են, իրենք լրիվ գիտակցելով, թե ոչ սա պետք է մենք ֆիքսենք, աշխատում են թուրքերի եւ ադրբեջանցիների հետաքրքրությունների վրա։ Այսինքն կոլոբրանտ են ըստ էության։ Կբացեք կարդրեք կոլոբրանտը ինչ է։ Խոսքը ձեր մասին չի հարգելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, նրանց ովքեր հիմա ասենց միգուցե տենց նեղսրտում են, երբ որ լսում են ճշմարտությունը։ Այսինքն ֆիքսում ենք հետեւյալը. բոլոր գործընթացները, Սփյուռք, եկեղեցի, Արցախ, ցեղասպանություն, հայ տնտեսական այդ ողնաշարը ներկայացնող հայերի կտանքները մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հանդեպ, դե իհարկե Սամվել Կարապետյան, իհարկե Ռուբեն Վարդանյան եւ այլն, բայց այստեղ ամենացայտուն օրինակը Գագիկ Ծառուկյանն է, ակնհայտորեն ցույց են տալիս այս իշխանությունը շարժվում է Թուրքիա եւ Ադրբեջանի դոկտրինի ներքո, որը ենթադրում է հայկական տարի դուրս մղումը տարածաշրջանից։ Մի քիչ խելք պետք է ունենանք, մտածենք, այդ ոնց է ստացվում։ Այդ ոնց է ստացվում, որ այս
100 տարուց ի վեր մեզ են կոտորում, մենք ենք դուրս մղվում։ Մի հատ մտածենք էլի։ Որտեվ դա է հիմքում բոլոր խնդիրների, որոնց մասին հենց որ մենք խոսեցինք։ Եվ այո, թույլ մի տվեք, որ ձեր տեղը ինչ-որ տենց կոստյում գալստուկով լուրջ դեմքով դուրս գան ու այդ հիմարությունները դուրս տան ու փորձեն ձեզ համոզեն դրա մեջ։ Դուք արեք հետևություններ։ Այս հարցերի պատասխանները դուք ձեզ տվեք, նույնիսկ եթե իմ հետ համաձայն չեք։ Հարց տվեք, ինչի համար բոլոր գործողությունների այս իշխանության ծերից ծեր համապատասխանում են թուրքեր եւ ադրբեջանցիների կրկնեմ հակահայկական քաղաքականությանը։ Այդ հարցը տվեք, պատասխանը կարծում եմ արդեն ակնհայտ է։ Շնորհակալություն։